հարցերի կարգավորմանը, որոնք են այն խնդիրները, որոնց կարգավորմանն ուղղված է բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքը։ Թույլ տվեք ասել, որ հայաստանյան կրթական համակարգի կարևորագույն խնդիրը, որը խեղել է կրթության կառավարման ու ֆինանսավորման համակարգերը, ազդել է բովանդակության և որակի վրա, եղել է կրթական համակարգի ենթարկեցումը քաղաքական և կուսակցական շահերին, որը հատկապես բուհական կրթության մակարդակում դրսևորվում էր օրինակ ուսանողական ինքնակառավարման կառույցների ձևախեղմամբ, ուսխորհուրդները վերածվել էին երիտկուսակցական օղակների, որտեղ առաջխաղացումը նաև կուսակցական և քաղաքական առաջխաղացման գրավական էր, ուսանողական շահերի ներկայացումը ըստ էության ուզուրպացված էր այլ օրակարգեր սպասարկող փոքր խմբակների կողմից։ Կառավարման համակարգն ուղղված էր օրվա իշխանություններին հնազանդ միջավայր ձևավորելուն, որտեղ որոշումները կայացվում են կուսակցական և քաղաքական շահերից ելնելով և ակադեմիական ազատություններն ու քննարկումները հնարավոր են այնքանով, որքանով չեն վտանգում քաղաքական լոյալությունը։ 2018-ից հետո կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ և այսօր բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի առաջմղմամբ կրթությամբ զբաղվելու համատեքստը, որը ձևավորվել էր իբրև քաղաքական հանձնառություն և պրակտիկա, ստանում է նաև ինստիտուցիոնալ ամրագրում։ Գուցե ասածը շատ պարզ բան է թվում, սակայն իրականում համակարգի առողջացումն ու զարգացումը սկսվում է այս շատ կարևոր կետից, երբ կրթական համակարգը ստանում է հստակ և հետևողական ուղերձ, որ իր գործը կրթությունն է, բուհերի դեպքում նաև հետազոտությունը, որով էլ պետք է զբաղվել այնպես, որ դա լինի մրցունակ։ Ինստիտուցիոնալ ամրագրումը տեղի է ունենում նրա շնորհիվ, որ օրենքի համաձայն մասնավորապես կուսակցականները և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը նաև զուգակցվում է էթիկայի ստանդարտների և բուհերում էթիկայի հատուկ մարմնի սահմանմամբ, որն արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը։ Ընդ որում, էթիկայի մարմինն ու ստանդարտներն իհարկե կարևոր են ապակուսակցական միջավայրի և որևէ այլ քարոզի բացառման համար, սակայն դրանք պետք է գործեն նաև ակադեմիական ազնվության միջավայրի ապահովման համար։ Կարծում եմ որևէ մեկիս համար գաղտնիք չէ ակադեմիական ազնվության գրեթե համատարած բացակայությունը, որի ցուցիչն է օրինակ ամեն քայլափոխի գովազդվող